Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 հիմնական դպրոցի աշակերտներն են ազգային ժողով են այցելել խորհրդանշական գիրք նվիրելու օրվա կապակցությամբ։ Այսօր գիրք նվիրելու օրն է, եւ մենք եկել ենք ձեզ մեր լավագույն բարեկամին նվիրելու։ Դե որ այնպես է, ես էլ եմ համաձայն, հարգելի պատգամավորներ, այս գիրքը ձեզ մեր կողմից, որ կարդաք ու իմանաք թե ով ինչ է արել, բայց Նազարի պես բախտին չսպասեք, այլ գիտությամբ շենացնենք մեր ազգը։ Անախ հերոս քաշ Նազար որմի զարկի ջարդի հազար, վայ հողեմ գլուխը։ Խորհրդարանի գրադարանում թումանյանական հերոսները ջերմ ու անկաշկանդ զրուցել են ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների հետ։ Ձեր կարդացած հեքիաթներից ձեր ամենասիրած հեքիաթը։ Հենց Թումանյանի բոլոր հեքիաթները շատ ուսուցողական են, երբեմն նույնիսկ այս տարիքում ես վերադառնում ու հիշում ու խորհուրդը հասկանում։ Ես հիշում եմ նախորդ տարի էլ նմանատիպ միջոցառում էինք էլի այսօր այստեղ իրականացնում եւ նույն հարցը հնչեց, այս մի տարվա մեջ ինձ համար ամենատպավորիչ գիրքը չի փոխվել։ Լիվինգստոն անունով ճայը Ռիչարդ Բախի ու ձեզ էլ շատ խորհուրդ եմ տալիս, եթե չեք կարդացել այդ գիրքը ու կարծում եմ թե երեխաների համար, թե հասուն մարդկանց համար, տարիքով ավելի ավագ, ինքը շատ մոտիվացնող գիրք է։ Փետրվարի 19-ին ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը ողջ Հայաստանը նշում է նաև գիրք նվիրելու օրը։ Օրվա խորհրդին համահունչ падգամավորներն աշակերտներին գրքեր են նվիրել։ Երեխաները սովորաբար օրինակների են սպասում եւ մենք պիտի երեխաների համար օրինակ լինենք։ Հետևաբար, եթե մեծահասակները ընթերցում են, եթե մեծահասակները կարևորում են գիրքը, երեխաները եւս դա ընդօրինակում են եւ իրենց կյանքի մի մաս է դառնում։ Տարեստարի նկատում եմ, որ այս օրերին մեծ շարժ կա գրախանութներում, ես ինքս երեխաների հետ հանդիպելուց առաջ մտա գրքեր գնելու եւ կարելի ասել հերթեր էին։ Հուսով եմ, որ գիրք նվիրելուց հետո եւ նվեր ստանալուց հետո մարդիկ նաեւ կարդում են։ Յուրաքանչյուր տարի իրականում ազգային ժողովի աշխատակազմը կազմակերպում է դա արդեն ավանդույթ է դառել։ Այս տարի եւս նախատեսում էինք նմանատիպ միջոցառում իրականացնել։ Ստացանք առաջարկ Թումանյանի անվան դպրոցի կողմից, որպեսզի 4 դասարանի երեխաները ներկայացնեն փոքրիկ ներկայացում Թումանյանի հեքիաթների հիման վրա եւ մենք իսկապես այդ հնարավորությունը ուզեցինք օգտագործել նաեւ ունենալ նոր ֆորմատ գիրք նվիրելու օրվա կապակցությամբ։ Գիրք նվիրելու տոնն արմատավորվել է Հայաստանի գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ 2008 թվականից։ Հեյ պարոններ, ականջարեք թափառական աշխուղին, սիրուն տիկնայք ջահել տղեկ, լավ ուշ դրեք իմ խաղին։ Անցկացան, օրերը թնան անցկացան, ախով ախով դարերով, սիրտս կերան անցկացան։